Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր նոյեմբերի 14։ Արածեցրու իմ ոչխարները։ Երբ ես խնդրեցի Սուրբ Հոգուն ցույց տալ, թե ինչպես դիմադրել անտեսմանը, նա ինձ մղեց մտածել Պետրոսի անկման եւ նրա վերջնական վերականգնման մասին։ Մի ժամանակ քաջ աշակերտը ուրացավ Քրիստոսին եւ ստեց իր մեղադրողին ասելով. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»։ Ինչը Պետրոսին հասցրեց այս իրավիճակին։ Դա հպարտությունն էր, ինքնավստահության արդյունքը։ Նա ինքն իրեն եւ ուրիշներին ասաց. «Ես երբեք չեմ կարող կորցնել Հիսուսի հանդեպ իմ սերը, մյուսները կարող են հեռանալ, բայց ես կմեռնեմ իմ Տիրոջ համար»։ Այնուամենայնիվ, Պետրոսը աշակերտներից առաջինն էր, որ հրաժարվեց պայքարում։ Նա հրաժարվեց իր կոչումից եւ վերադարձավ իր հին ծառայությանը, մյուսներին ասելով. «Ես գնում եմ ձուկ բռնելու»։ Հովհաննես 21:3 խոսք։ Իրականում նա ասում էր. «Ես չեմ կարողանում հաղթահարել սա, պարզապես այլևս չեմ կարողանում դիմակայել այս պայքարին»։ Պետրոսը զղջաց Հիսուսին ուրանալու համար եւ վերականգնվեց Հիսուսի սիրո մեջ, սակայն նա դեռևս ներսից կոտրված էր, քանի որ իր կյանքում չլուծված խնդիր կար։ Բավարար չէր, որ նա վերականգնվեց եւ փրկության վստահությունն ուներ։ Ոչ, խնդիրը, որին Քրիստոսը պետք է անդրադառնար Պետրոսի կյանքում, այլ կերպ ասած, անտեսումն էր։ Թույլ տվեք բացատրել։ Երբ աշակերտները նստած էին ափին գտնվող կրակի շուրջ ուտում եւ զրուցում էին, Տեր Հիսուսը 3 անգամ հարցրեց Պետրոսին. «Սիրում ես ինձ նրանցից ավելի»։ Ամեն անգամ Պետրոսը պատասխանեց. «Այո, Տեր, սիրում եմ, դու գիտես»։ Եվ ամեն անգամ Քրիստոսը պատասխանեց նրան. «Արածեցրու իմ ոչխարներին»։ Ուշադրություն դարձրեք, որ Տեր Հիսուսը չհիշեցրեց Պետրոսին արթուն մնալ եւ աղոթել կամ ջանասիրաբար կարդալ Աստծո խոսքը։ Քրիստոսը գիտեր, որ այս բաներն արդեն լավ սովորեցվել են։ Տեր Հիսուսի Պետրոսին տված հրահանգն էր. «Արածեցրու իմ ոչխարներին» խոսք 16-17։ Հավատում եմ, որ այս պարզ խոսքով Տեր Հիսուսը եւ Պետրոսին եւ մեզ այսօր սովորեցնում է, թե ինչպես պաշտպանվել անտեսումից։ Նա ասում է. «Դուք վերականգնվել եք։ Հիմա ժամանակն է դադարեցնել կենտրոնանալ ձեր ձախողումների եւ խնդիրների վրա։ Դուք դրան կհասնեք չանտեսելով իմ ժողովրդին, ինչպես Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում։ Ամեն»։